Սիրելիներ, գպարևենք ցեզի, ես է Պիթերը, շնորհակալ ենք, որ դուք հետևիք հայտնության քիրքին դասընթացներուն, շնորհակալ ենք ձեր հարցումներուն, շնորհակալ ենք ձերին կոմենտներուն, շնորհակալ ենք, որ գհետևիք եւ парք ու դանգաստծո եւ լավ որ նշмарեք ձեր կյանքի մեջ, որ արդեն իսկ որքան փոփոխություններ եղած է եւ ձեր հասկացողությունը հոգեվոր աշխարհի մեջ որքան լայնցած է եւ սկսած է բացվել։ Նախքան սկսիլ 6-րդ գլուխը ես ոս գուզեմ շնորհակալություն հայտնել Պիթերին, այո ազու парքին համար է եւ գուզեմ ցեզի սեր որ որքան ժամերին ժամանակը գուտա աս PowerPoint-ները անելու նկարները ընտրելու համարները խոսքերը թարգմանելու հայերենի իր ամեն ջիկը գնե մեկ խոսքով իր ժամանակը դված է եւ իր կյանքը դված է հայտնության քիրքին որ անոր ագան ճունի լսե անոր որ հոգին բացե ստանա եւ լման եւ հասկնա որ Տեր Հիսուս Քրիստոս ինչը սերգուզե։ Բարի եկած ես Պիթեր։ Շնորհակալ եմ, ուրախ եմ, որ կրնամ շարունակել այս։ Փառք Աստծո։ Ուրեմն ես գնիկները 6-րդ գլուխը գարտալ ես առաջ սովորականին քեզի պիտի ադամ արիթա եթե գուզես վերականգնը անել։ Շատ լավ։ Ուրեմն անցյալ անգամ ինչպես որ ավարտեցինք 5-րդ գլուխը հայտնության քիրքին, այնտեղ տեսանք, որ բոլոր սուրբերը երկինքի մեջ երկրի վրա երկրի տակ ամեն բան բոլոր ստեղծագործությունը հայրը արարիչ Աստված կպաշտեին եւ փրկիչ Աստված Քարնուգը եւ Սուրբ Հոգին այնտեղ տեսանք այդ 7 զամփյուղները որ կամ լամպերը որ կային Խորանին արջև եւ այդ կետրոնեն մենք ուզենք հասկանալ որ ինչ պիտի կատարվի ուրեմն մնացած գլուխները մինչև 20-րդ գլուխը մենք մի տեսնանք որ հոգեվոր բادرազմը կընթանա Աստուծո թագավորության եւ սատանայի թագավորության միջև լույսի թագավորության եւ խավարի թագավորության միջև ուրեմն այդ բادرազմը որ կկատարվի մենք ափաժին ունենք այս բոլորի մեջ ինչ որ մենք կսենք հոգեվոր բادرազմ բայց մեր բաժինը դերը պաշտել է մեր բաժինը դերոջը գենթանի զոհ դառնալ է մեր կյանքը գենթանի բادرակն է գենթանի բادرակ եւ ուրեմն այս բոլոր ընթացքին մեջ ցեզի եթե գիշեք լսողներուն դնային աշխատանք տված է որ կարդանք երկրորդ մնացորդած քիրքին 20-րդ գլուխը որ այնտեղ կտեսնանք Հովսափաթի պատմությունը որ Հովսափաթ ամեն գոմեն թշնամին կբادرազմեր Իսրայելի վրա եւ այսինքն Քրիստոսի առաջանշուց կլար եւ Հովսափաթ թագավորը որ մեկ թիրախը ես բادرազմի ամեն գոմեն թշնամին վրաս կհարցակի եւ որով խոնարհվեցավ ձոն բահեց սուտ բահեց Աստված իրեն մարգարե մկրկեց որում միջոցով իրեն ասա որ այս բادرազմը Հովսափաթ թագավոր քու բادرազմը չէ այս ես պիտի բادرազմեմ քեզ համար բայց կուզեմ որ դու մեկ բան անես ինչ է դեր ուրեմն ես կուզեմ որ դու քու փանագիտ արչևեն իրեն ուղարկես փարափանողներ որ բարձր ցայնով պիտի աղաղեն ճիշտ թշնամին թիրախի արչև որ Աստված ողորմող է Աստված փարափանենք եւ բարձր ցայնով գորակ այդ բادرազմի այդ թիրախի արչև եւ որ Հովսափաթ թագավոր քնած եւ սկսավ այսպես պաշտել դերը եւ իր փանագեն առաջ փարափանողներ ուղարկել գսե որ պատմությունը 20-րդ գլուխը եթե ընթերցեցիք այնտեղ թշնամին թարանագալ եղավ իրենք իրարու մեջ խառնաշփոթության մեջ մտան եւ իրենք իրարու սպաննելով ամենամերան եւ 3 օր արա որ ավայրը հավաքեն եւ ետ փերեն Երուսաղեմ եւ դերը պաշտեն շարունակեն պաշտել հիմա այս ինչ որ մենք կտեսնանք եւ պիտի շարունակենք տեսնել այս պաշտամունքի թիրքեն է որ մենք դերը կպաշտենք կսիրենք հայրը որդին Սուրբ Հոգին եւ Քարնուգը որ Քրիստոս Մեսիան է ինքը մեզի համար պիտի բادرազմի ինքը մեզի համար թշնամին ամրոցները պիտի կանթե եւ թշնամին կորձերը երկրի վրա այս հիմա մենք պիտի մտնանք այս ընթացքին մեջ չսկսած գուզեմ որ Մարիամը բանը դեր շերել սկինը եւ նայել որ ընդհանուր այս
մեր պատկերի մեջ ուր հասանք եւ ինչ կուզենք որ այս սլայդերում միջոցով մեր միտքերը թարմացնեն։ Ուրեմն այստեղ կտեսնանք այս մեկ սալիկը որ ուզեմ որ հիմա կամ էկրանի վրա կտեսնանք այս մեկ սլայդը ուզեմ որ ասիկա մեծնեմ եթե մեծ չերևար որ տնեմ որ մեծ երևա միան որ եթե տուն ինձի ուղես դակավին այո եղավ օքեյ ուրեմն այս սալիկի վրա մենք տեսանք որ մենք ավարտեցինք առաջին 4 գլուխները առաջին 3 գլուխները որ եկեղեցին այդ 7 եկեղեցիներուն որ 7 աշտանակներն էին Քրիստոսի խոսքերը վերջը սկսանք 4-րդ գլուխեն որ 7 գնիկներուն մասին է 4-րդ եւ 5-րդ գլուխը մեզ ներկայացուց այդ թիրքը որուն միջ այդ դերեն դերը իր գործը կկատարի որ երկնային խորանն է եւ մենք բացատրեցինք որ կրնանք համարցակորեն այնտեղ մտնալ դերը պաշտել փարապանել եւ մնացածը դերը պիտի հիմա մենք 6-րդ գլուխը պիտի սկսենք նայել եւ այս բոլոր ընթացքը 4-րդ գլուխը մինչեւ 5-րդ գլուխու 5 համարը պիտի տեսնանք որ դերը 7 գնիկներ պիտի փանայում seals գնիկ եւ այդ գնիկները բացած ժամանակ դարբեր բաներ պիտի հայտնվին մեզի երկրի վրա որ քեր իշխան քարնուգը երկինքեն ինչ պիտի կատարի երբ մենք իրեն պաշտենք ինքը պիտի սկսի բայկարի եւ բادرազմի ուրեմն այս բոլորը չսկսած կուզեմ որ վերահիշենք որ մենք ինչ վիճակի մեջ ենք այստեղ որ հասկանանք որ ինչ կկատարվի որ հայտնության ընդհանուր միտքի հետ ուրեմն Գողոսացիս քիրքին մեջ Աստվածաշունչը գսե որ վերին բաներում վրա մտածեցեք գսե Գողոսացիս 3-րդ գլուխի առաջին 4 համարներում մեջ մերած եք գսե Քրիստոսի մենք պետք է այսօր մերածը լանք աշխարհի գուրքերուն աշխարհի ցանկություններուն աշխարհի հրաբուրիչ ցանկությունները որ մեզի գրնան դանին աշխարհի հաջիկներով սպառվելով որ ժամանակավոր է անցողիկ է եւ դերը գուզե որ վերին բաները մտածենք ինչպես պիտի մտածենք այս վերին բաները եթե վերին բաները մեզի չի հայտնվի ուրեմն վերին բաները մեզի կհայտնվի հայտնության քիրքի միջոցով մասնավորապես այս 4-րդ գլուխը որտեղ Հովանես կանչվեցավ որ վեր բարձրանա եւ այդ թիրքեն դեսնա ինչ պիտի կատարվի ստեղծագործության վրա եւ երկրի վրա եւ այս բոլորը ինքը այս դեսիկները ինքը ստացավ 95 թվականներու ժամանակ Դոմիցիան կայսրի ժամանակ եւ այս մագաղաթը ինքը որ ընդհանուր հայտնության քիրքն է առաջին գլուխեն մինչեւ 22-րդ գլուխը ինքը ընդօրինակ բաներով դեսիկները որ դեսավ եւ ցայները որ լսեց ինքը քրեց մագաղաթի մեջ որում միջոցով հասավ 7 եկեղեցիներուն իր ժամանակաշրջանին եւ այդ եկեղեցիներուն թարերու ընթացքին սերունդ փոխանցվեցավ մինչեւ այսօր մեզի բայց ինչ որ քրված էր 95 թվականներուն այդ ժամանակն էր որ Հիսուս Փաթմոս կղզին վրա Հովանեսին փացավ միտքը եւ իրեն ցույց տվավ այս բաները եւ այս բաները մեզի հիմա պիտի սկսին փացվել այսօր մեզի մեր սերունդի մեջ եւ Հիսուս մեզի գնե այդ կոծը Սուրբ Հոգիի միջոցով Սուրբ Հոգին մեր միտքերը կփանա որ քիրքերը հասկանանք բայց Սուրբ Հոգին ինչ ծավալ գնա դիգա ինչպես որ Հիսուսը ռավ իր աշակերտներուն եւ մեզի երկրորդ Կորինթացիս քիրքին 5-րդ գլուխ 16 համարի մեջ մեզի գանչե Բողոսարակյալ որ Քրիստոս ճանչնանք ոչ թե մարմնով այլ Քրիստոս ճանչնանք մենք իրեն իբրև հոգին մեջ եւ այդ հոգին մեջ ճանչնալու համար Հիսուս ինքը պետք է փանա այս խորհուրդները մեզի համար Մատթեոսի 16-րդ գլուխ 13-17 համարներում մեջ մենք կտեսնանք որ Հիսուս հարցումը կհարցնե Պետրոս Արաքյալի որ գսե որ Պետրոս գսե ով գսեմ թե ես եմ եւ ինքը պատասխան կտա եւ ինքը գսե որ շատեր գսեմ որ թուն Եղիանես թուն Հովանես Մկրտիչնես թուն Մարգարեմնես Հիսուս գսե բայց թուն ով գսես որ ես եմ եւ Հիսուս գսե որ Պետրոս Արաքյալը գսե որ թուն գսե Մեսիանես
Քրիստոսն ես, Աստծո որդին ես։ Հիսուսի պատասխանը հետևյալն է, որ գսե որ Երանի քեզի Սիմոն Հովաննու որդի, վասնզի մարմին եւ արյուն չհայտնեցին այս բաները քեզի, հավա իմ հայրս որ երկինքն է։ Ուրեմն մեր աղոթքը պետք է լա հիմա նույնիսկ, եւ որ գսերնենք այս քիրքերը, փած մեր միտքերը դեր, որ քիրքերը հասկանանք, որ այս վարակույրը մեզի փածվի հայտնությունը լա հայտնության քիրքը, եւ հասկանանք ոչ միայն փարացի օրեն այդ նկարները, որ մեզի փոխաբերական միտքեր ունին, այլ ամոնց միտքերը հասկանանք մեր ականջներով լսենք եւ հասկանանք մեր աչքերով տեսնանք եւ փածվի մեզի խորհուրդները։ Եվ այս բաները մեզի Հիսուս պիտի դե։ Ինքն է որ այս մագաղաթը մեզի կփանա Սուրբ Հոգին միջոցով։ Ղուկասի 24-րդ գլխում 25-ն 27 համարներում մեջ այնտեղ Ղուկաս կգրե որ Ամաոսի ճանապարհի վրա որ հարություն առնել են հետո Հիսուս կքալե աշակերտները դրտմած վիճակի մեջ են։ Հիսուս մեռած էր 3 օր, հուսալքված, հուսահատված, ուր է մեր դերը, ուր է մեր առաջնորդը, ինչ եղավ, այսպես այս վիճակի մեջ Հիսուս կհայտնվի իրենց եւ իրենց կսե ով թերահավատներ։ Չէի գիտեր որ այս բաները որ գրված էին Մովսեսի քիրքերում մեջ, մարգարեներում մեջ եւ Սամոսներում մեջ իմ մասից գրված էր։ Եվ Ղուկասի 24-րդ գլխում 44-րդ համարեն 48 համարներում մեջ Հիսուս կսկսի փանալ քիրքերը իրենց, որ հասկանան ինչ որ գրված էր իր մասին եւ իր չարչարանքներու մասին։ Շատ կարեւոր է որ մենք հիմա որ կշարունակենք այս ընթացքը շարանը բոլոր այս գլուխները որ հիշենք որ Հիսուս մեզի մագաղաթը պիտի բան։ Հիսուս մեզի պիտի գնիկները քագե այդ Աստծո այդ ցերքեն այդ մագաղաթը որ վերցուց եւ միզի պիտի սկսե հայտնել իմաստները եւ խորհուրդները որ այս մագաղաթի մեջ հակնված էր մինչև Հիսուսի առաջին քալուստը եւ համբարնալը եւ բարձրանալը Աստծո աջ կողմը եւ նստիր քահին վրա։ Այդ թիրքեն մեզի պիտի բացվի ամեն բան։ Հիմա ուրեմն նաեւ գուզեմ որ ասա լսել դեռ չեն գսկսած, բայց ուզեմ ասել որ առաջին 3 գլուխներում մեջ Հիսուս սկսավ խոսել իր 7 եկեղեցիներուն, ընդհանուր դիեզերական եկեղեցին, 7 թիվը լալով ամբողջության թիվը։ Եվ մենք հիշեցինք նաև, որ առաջին Պետրոսի նամակի մեջ 4-րդ գլխի 17 համարի մեջ, որ Թադաստանը Աստծո դունեն կսկսի։ Աստծո դունեն կսկսի։ Եվ դերը սկսավ սրբակորձել իր եկեղեցին։ Եվ այսօր կշարունակի այդ գործը, կկանչե բոլորիս ապաշխարության։ Այդ 7 եկեղեցիներեն 5-ը ապաշխարության կարիք ունեին եւ այսօր մենք ալ պետք ունենք։ Այսօր այս եկեղեցիներու խոսքերը վկայեցավ ինձ որ կան անձեր որ կհասկանան այս եկեղեցիները իբրև իրենց անձերը որ իրենք են որ մենք ենք որ պետք է փոխվին։ Այդ պատկանները որ դերը տվավ ուղիղ մեզի համար է ոչ միայն այդ եկեղեցիներու։ Եվ որ մենք սկսենք մաքրվել սրբակորձվել եւ Թադաստանը մեզ մեկը սկսի դերը մեզի գուղե հիմա դերը կսկսի հոգևոր բادرազմը թուրսիններուն եւ մենք այս 4-րդ գլխին անտին որ այս գնիկները պիտի բացվին եւ պիտի տեսնանք 4 ցիեր որ պիտի արձակվին այդ Թադաստանը պիտի սկսի ոչ թե մեր վրա այլ անարդարներուն եւ անհավատներուն եւ անոնք որ կմերժեն Քրիստոսի շնորհքը Ուրեմն երկրորդ Կորինթացիս քիրքին 10-րդ գլխի 3-ն 7 համարներում մեջ հոգևոր բادرազմի մասին կխոսի եւ գսե որ բեզի դրված է զենքեր որ խորհուրդներ մենք քագենք եւ Աստծո խոնարեցնենք այս խորհուրդները եւ հբարդացած բարձր բաները միտքերը բոլորը Քրիստոսին բերենք եւ հնազանդեցնենք եւ որ մենք այս բաները ունենք գսե Աստված պատրաստ է վրեժ առնելու ամեն անհնազանդութենե որբեսի ծեր հնազանդությունը գադարյալը եւ որ մեր հնազանդությունը գադարյալ գլա Թադաստանը մեզ մեկը սկսի Աստված կսկսի իր Թադաստանը հիմա թուրսիններու վրա եթե այդպես չլար այնադեմ մենք ապիտի գործանվեինք իրենիններու հետ այս մեր միտքը բահելով հիմա գուզենք բարձրանալ այդ Սիոն սարը մենք ուր որ պիտի բարձրանանք հիմա խորհուրդով
Այդ նույն միտքն է, որ ելից քիթքին 19-րդ գլխու 9-24 համարներու մեջ գրված էր։ Այնտեղ որոդումներ կար, կայծակներ կար, փայլադագումներ կար, փողի ցայն մը գլսվեր։ Եվ այդ դեղը միայն Մովսես կրծավ լերանը գլուխի ելնել եւ դերոջ հետ խոսիլ եւ իր ցայնը լսել, որով ժողովուրդը վախծավ գսել։ Չուզեցին բարձրանալ այնտեղ։ Բայց մեզի նաեւ Եբրայեցիս քիթքին 13-րդ գլխու 18-24 համարները գսե որ մենք կրնանք բարձրանալ համարցագորեն այդտեղը Եբրայեցիս 4:12-ը գսե, բայց այստեղ մեզի գսե որ մենք կրնանք Սիոն սարը բարձրանալ փոխապերական օրեն, որ Սինա սարն էր։ Եվ մենք կրնանք այս թիրքին մեջ մենք իբրև եկեղեցին մտնալ այնտեղ, որտեղ սուրբերն են, որտեղ գենթանի Աստծո քաղաքն է, երկնավոր Երուսաղեմն է, փյուրավոր հեշտակներուն վայրն է, երկինքի քրված ընտանիքներուն դեղն է, այս 4-րդ եւ 5-րդ գլուխն է, որ մենք այդտեղ փոխապերականորեն ինչ որ Մովսես միան ինքը բարձրացավ Սինա սարին վրա, մենք այդ Սինա սարը հիմա Սիոն սարն է, որուն փոխապերականորեն մենք կրնանք հիմա բարձրանալ մտնել եւ վայելել ոչ միայն Մովսես, ամենքս որ կհավատանք Տերոջ։ Ամեն։ Հիմա այնտեղ ենք մենք։ Եվ գուզեմ որ հիմա արիտ իդ քեզի դարձնել կարին քույր չսկսած 6-րդ գլուխը պիտի գարտանք հայտնության քիրքին, առաջին 8 համարները եւ վերջը պիտի փորձենք 9-ը մինչեւ 17-ը ավարտել այսօր 6-րդ գլուխը։ Ուրեմն ստոպ շերը դեմ այստեղ վարյամը որ եթե ունիս ոյ մեկ խոսք Այո, հարցումները մեկը աներ, որ այս գնիկները ճիշտ որ ժամանակ են կրված էր արդեն։ Okay, այս գնիկները ինչ որ 7 գնիկները այդ մագաղաթին վրա բիդի փածվին մեզի այսօր այս մագաղաթը այն մագաղաթն է որ Հովանես 95-րդ թվականին ինչ որ քիչ առաջ էսի նորսի այդ բահին ասված իրեն հայտ դեսիլքներ դվա որ տեսնա եւ ցայներ լսեց ինքը ընթորինագեց այդ բաները բայց այս ինչպես եղավ դերոջը հրեշտակը որ վերջը պիտի տեսնանք ասիկա հերթականությամբ չերթար 10-րդ գլխուն մեջ գուքա Հովանեսին եւ գսե այս մագաղաթը վերցուր եւ գերգսե այդ ինչ որ Հիսուս մեզի համար Աստծո այդ ցերքեն որ 4-րդ գլխուն մեջը տեսանք Աստծո ցերկն էր այդ մագաղաթը Հիսուս այդ ցերքեն գվերցնե այդ աչ բազուկը որ ամուր բռնած է եւ Հիսուս հիմա այդ 7 գնիկները որ գար քարնուգն է Հիսուս միտի սկսի փանալ բայց ասիկա գրված էր 95 թվականներուն բայց մենք կփանանք այսօր մեզի որով այսօր մեզի կհասնի այս ընթերցման միջոցով բայց այդ ժամանակին որ Հովանես դեսավ արդեն ինքը ուներ այս մագաղաթը ինքն էր որ ընթորինագեց ինչ որ Հիսուս իրեն հայտնեց փարացիորեն Այնքան որ ներկայացուցիր վստահ եմ որ բոլոր լսողները հիմա իրենք ալ գզարմանան ինձ նման որ ինչպես այս գնիկները շատ ոնց կրված են այս հայտնությունը շատ ոնց կրված էր եւ մենք հիմա կփանանք եւ կգարտանք եւ կփորձենք հասկանալ շատ շնորհակալ եմ ասպասադրության համար Փառք Աստծո լավ ես անցնեմ 6-րդ գլուխը գարտամ այո ուրեմն շերն եմ նորեն որ ընթերցենք այո եւ գուսամ որ ճիշտ է չամիջավես կպած այո ուրեմն սերիներ բիդի գարտամ մեգեն մինչև 8 համարները Աբա դեսա երբ քարնուգը գնիկներեն մեկը քագեց 4 գենթանիներեն մեկեն որոդումի ցայն մը լսեցի որ գսեր եկուր ու դեսա ջերմակ ցիմը որուն վրա հեծնողը աղեղը ուներ բսակ մը դրվեցավ անոր անիգա հաղթող էր ու հաղթելու գնաց ու երբ երկրորդ գնիկը քագեց երկրորդ գենթանիեն լսեցի որ գսեր եկուր ուրիշ ցիմը ելավ շարակույն ու անոր վրա հեծնողին իշխանություն դրվեցավ որ երկրեն խաղաղությունը վերցնե որբեսի իրար սպանեն անոր մեծ սուրմը դրվեցավ երբ երրորդ գնիկը քագեց 5-րդ համար երրորդ կենթանիեն լսեցի որ գսեր եկուր ու դես
Տեսա սև ցիմը, անոր վրա հեծնողը ցերկը գշիրմը ուներ։ 4 գենթանիներում մեջ են ցայն մը լսեցի, որ գսեր, գաբիչ մը ծորենը, մեկ թահեգանի ու 3 գաբիչ քարին մեկ թահեգանի, ցետին ու քինիին մի վնասեր։ Երբ 4-րդ գնիկը քագեց, 4-րդ կենթանիեն ցայն մը լսեցի, որ գսեր, Եգուր ու դեսա, թեղին ցիմը, անոր վրա հեծնողին անունը մահեր, եւ դժողքը անոր յետևեն գերտար, ու անոնց իշխանություն դրվեցավ, եգրին 4-րդ մասին վրա, որ սրով ու սովով, եւ մահով ու եգրի կազաններով սատկեցնեն։ Բավական այսիգա շատ ուժեղ Այո, խոսքեր են, որով ծանր խոսքեր են, որ պիտի տեսնանք, բայց գուզեմ որ մեկ մեզի փածվի ինչ կկատարվի որ։ Okay, ուրեմն ամեն առաջ այս սալիկը գուզեմ գիսվիլ կտեսնվի որ բարձր է։ այո, շատ լավ։ Okay, այստեղ մենք կտեսնանք որ ինչ որ առաջ 4-րդ քուխուն եւ 5-րդ քուխուն եւ որ սերդեցինք եւ այդ վիդեոները կան մեր սայթին վրա, գուզեմ հիշեցնել որ ունենք edge-ը մեր Facebook-ին վրա, որտեղ կրնակ վիդեոները դիտել, եթե մեկ հատ մգոր չեք տեսած, որ գուզեք ետ երթանդեսնալ, բոլորը այնտեղ դրված է հայտնություն Հիսուս Քրիստոսի, եթե չեմ սխալվիր, եւ Revelation of Jesus Christ։ Ուրեմն այնտեղ 4-րդ քուխուն մեջ տեսանք, որ քարդուկ մգա, որ Աստծո քային արչև կանգնած է։ Աթոնի վրա մեկը նստած էր, քարդուկը քնած եւ վերցուց այդ մագաղաթը, որ Աստծո այդ ցերկի մեջն էր, եւ հիմա իր ցերկը բռնած է, եւ այս 7 բոզերով կամ եղջյուրներով քարնուկը, 7 աչքերով քարնուկը, հիմա այս 7 գնիկներով գնքված մագաղաթը մի դիսպեսի փանալ։ Եվ այնտեղ տեսանք, որ բաշտամուկ կլար, բոլոր 24 երեցները կբաշտեին, բոլոր սուրբերը, հրեշտակները, 7 զամփյուղներ կար եւ 4 էակներ կային։ Հիմա այս բոլորը կապված է այս 4-րդ քուխուն հետ։ Ուրեմն ինչ պիտի պատահի։ Քարնուկը, որ մենք ասինք, հացադրեցինք, որ ահա քարն Աստուծո, որ աշխարհի մեղքերը մի վերցնե, Հովաննու Ավետարանի առաջին քուխու 29 համարի մեջ հիշված, Քրիստոսն է ասինք։ Եվ այդ Քրիստոսը Մեսիան Հիսուսն է, որ այստեղ քարդուկը պարզապես պատկեր մնե, որ մեզի իբրև խորհրդանիշ մեզի հասկացնի, որ Քրիստոսն է, որ խոցվեցավ, մեռավ եւ մեզի արժանացուց, որ այդ մագաղաթը ինքը վերցնի։ Ամենակարևոր բանն է այս հայտնության քիրքի մեջ, որ մագաղաթը կվերցնի, որ եւ ինքը մեզի պիտի սկսի թույլ տա, որ տեսնանք բաներ, որ փակված էր այդ մագաղաթին մեջ, պիտի քագե գնիկները, պիտի սկսենք տեսնել։ Ուրեմն այս առաջին 4 գնիկները, որ այստեղ կտեսնանք, պիտի եւ որ սկսի քագել, 4 ցիեր պիտի արձակվի։ Եվ առաջին գնիկը փանալի սպիտակ ցիմը, երկրորդ գնիկը կարմիր ցիմը, հոստերը դագը համարներն աթրված են հայտնության քիրքեն, երրորդ գնիկը որ փանա այստեղ քարնուկը սև ցիմը պիտի արձակվի եւ 4-րդ գնիկը որ փանա այստեղ թերին ցիմը կամ թերնած քլոր կսվի հունարենով pale քույնով ցիմը պիտի արձակվի։ Ուրեմն մենք հիմա առաջին այս 4 գնիկներու վրա պիտի կենտրոնանք եւ վերջը մնացած 3 գնիկները, որոնց այսօր գուսանք մինչեւ 6-րդ գնիկը գասնենք 6-րդ քուխուն վերջին համարները։ Okay, ուրեմն այստեղ ուզեմ որ հիշենք որ հիմա քարնուկին ասինք քիչ առաջ որ այդ Թադաստանը որ սկսավ քարնուկը եկեղեցին իր դերոջը դունեն սկսիր Թադաստանը հիմա Հովաննու Ավետարանի 5-րդ քուխու 23-րդ համարի մեջ գսե որ հայրը մեկը չի թադեր հավա ամեն Թադաստան որդին դրվեցավ որբեսի ամեն կպատվեն որդին ինչպես հայրը կպատվեն ան որ որդին չի պատվեր զանիկա խրգոք հայրը չի պատվեր ուրեմն բավական ուժեղ խոսքեր են ով որ մենք տեսանք այն որ նստած էր աթոնի վրա հասպիս եւ սարթյոն քարերու նման կփայլեր որ լուսո հայրն է հիմա մեզի Հովաննեսը գսե որ այդ հայրը որ ունի իշխանություն դված է իր որդին այսինքն քարնուկը ունի ամեն իշխանություն ինքը
Թադաստան բերելու իր ստեղծագործության որուն իրեն չեն ենթարկվել։ Շատ կարևոր է որ քարնուկը պիտի արձակի այս 4 սիրը քարնուկը մենք շատ անգամ կմտածենք Քրիստոս խաչին վրա օ ինչ անուշիկ մեղք է մորթվեցավ զոհվեցավ բայց մենք չենք երևակայել Քրիստոս իբրև թադավոր իբրև թագավոր իբրև դեր եւ հիմա ինքը արդեն նստած է երկինքը այդ քային վրա որ մեր յետևը նկարը գա եւ այդ թիրքեն իրեն դրված է ամեն իշխանություն ոչ միայն երկինքի մեջ այլ երկրի վրա եւ դեր արդեն իբրև քեր իշխան քերակույն աստված արդեն գիշխեգոր երբեմն չերը վար այդպես կգարձենք որ օ ինչեր գվադայի որ երկրի վրա վայ այս ինչեր գուքավոր մեր քուխուն եւ գվախնանք շատ աջա բայց մենք պետք է գիտնանք որ թադողը արդար Քրիստոսն է ինքը ամեն մեկուս մեր թիրքը գիտե եւ ինքը միակ անձն է որ արդար են գտնա թադել եւ ինքը իբրև քեր իշխան փան աստված ինքը իր ցերկն է ամեն Թադաստան մենք կգարձենք որ Թադաստանը այս երկրի վրայի մարդկանց ցերկի մեջն է եւ ինչ բաներ որ կկատարվին որ երկրի վրա գենք կրնալալ որ ասենք ասիկա գբարդի այսինչ թակավորին պատճառավ այս բաները գլան որ կամ մայր փնության վրա գտնենք շատ աղետները եւ ժանդախները բادرազները եւ այլն ինչ որ գլա երկրի վրա բայց այս բոլորը քարնուկն է որ գտնենք մենք պետք է ասիկա շատ լավ հասկանանք դերը արդեն կթակավորե որ երկինքը իր քային վրա նստած եւ ինքը ինչ որ գիշխե որ երկրի վրա կմառնավորվի եւ կդրսեւորվի ուրեմն մենք նայենք եւ տեսնանք ուրեմն այս 4 գնիկները փածողը ինչպես ասենք այն որ քային վրա նստած է քարնուկը կամ կանգնած է քարնուկն է բայց նաեւ ինքը հութայի արմատի արյուծն է եւ նաեւ ինքը Հիսուսն է եւ Հիսուսն է որ այս մագաղատը նայեց երկը մագաղատ մգա վերցուցած է Աստծո ցերքեն ինքն է ալֆա եւ օմեգան եւ այս 7 գնիկները պիտի փանա եւ մեզի պիտի հայտնեն ինչ պիտի լա եւ գլա որ հիմա եւ գլար որ Հովանեսի ժամանակեն եւ պիտի լա մինչեւ իր երկրորդ քալուս Այսինքն ասել կուզես Պիթեր ինչ որ հիմա դիզաստերներ գործանումներ գլագոր ալա եգրաշարժներ աղետներ ասենք թե ժանդախներ ինչ որ ունեցան գատ փորձառությունը ասոնք ամենը դերոճմեն է որ գլա այո եւ շատեր ասիկա շատ դժվար գտնան ընդունելու որով գսեն այս Հիսուս իմ Աստվածը ասենք բաներ չներ իմ Աստվածը սիրո Աստված է Հիսուս ամենուն գսիրե ամենուն գները բայց Հիսուսի իբրև այդ թադավորը Թադաստանը դրված հորմե որ Հովանես կարդացինք նոր 5-րդ քուքուն 22-րդ համարի մեջ որ որդին դրված է չեն տեսնար որ ինքն է հեղինակը այս բոլորին եւ որ օրինակի համար դամ օրինակ մհին ուխտեն եւ որ Եգիպտոսի մեջ ժողովուրդը քերի առնված էր քիրիա ժողովուրդը փարավոնի ցերկի դակ եւ որ ժանդախները եւ ամեն տեսակ ավերները եկան Եգիպտոսի վրա ով էր որ այդ բոլորը գարցակեր որ փարավոնի եւ եգիպտացիներու վրա Աստված էր Մովսեսի միջոցով Մովսես իր քավազանը կվերցներ ինքը կհրճագեր փարավոնին որ եթե Աստծո ժողովուրդը չարցակես որ երթանք մեր դերը ազատորեն ճաշտենք անապատը այսպես ժանդախներ պիտի կան բայց խրգողը այն ժանդախները Աստված էր եւ մեր Աստվածը չէ փոխված շատեր կսեն ալիկա 5 դագարանն էր հիմա հոս պիտի տեսնանք որ այդ նույն Աստվածը նույն շնորհքի Աստվածը որ դագարանի մեջ նա շնորհք տված էր նաեւ նոր դագարանի մեջ նա շնորհք կտա միջոցը պիտի տեսնանք մենք 7-րդ քուխու մեջ բայց նաեւ ինքն է թադող այո բայց միևնույն ադենալ գսվի որ քանի որ մեղքը որքան շատացած է աշխարհի մեջ անորամար սատանային զորացած է եւ իր կորձերն է որ ասիկա գնե միևնույն ադեն մարդիկ կան որ այսպես գմեգնապանեն այո հիմա մենք պետք է միշտ հիշենք որ սատանան նույնիսկ քարնուկին իշխանության դագն պիտի տեսնանք ադիգա եւ որ 13-րդ քուլուկը մենք կսերտենք ինչ իշխանություն որ ունի նույնիսկ սատանան դրված է իրեն Աստծուն Աստված է որ սատանային վրա գիշխեր սատանան փամը չի գնարել մինչև Աստված թույլ չի դա իրեն ուրեմն սատանան իր փարգությունը
պիտի արձակե, բայց Աստվածը ունի իր փառություն։ Վայ անոր որ Աստծո փառության դակուկ։ Սատանան Աստվածաշունչը գսել մի վախնագանգե որ անգե որ մարմինը գրնագործան, որ սատանան է գրնա հարվածել մեր մարմիններում, հիվանդությունները կամ հարվածներ, որ երբեմն գբերե մեր կյանքի վրա, Աստված է որ իրեն թույլ տված է որ ունենալի, բայց անգե մի վախնակ կս։ Վախցեք անգե որ ձեր մարմինները եւ ձեր հոգին գեհենե, այսինքն դժոխք կրնանեն։ Աստծո վախը, որով սատանան բարձրապես բարդված թշնամի մնե Քրիստոսի հեղինակության տակ, Աստծո հեղինակության տակ։ Բարձր։ Okay։ Ուրիշ անցնենք ուրեմն այս մագաղաթը, որ Հիսուս պիտի փանա։ Ուրեմն Հիսուս կփանա այդ մագաղաթը, ինչ որ հոս իր ցերկը կտեսնանք, կսկսի փանալ, առաջին գնիքը հիմա պիտի տեսնանք, պիտի փանա։ Բայց այս 4 գնիկները 4 ցիեր են որ պիտի արձակվին։ Նայ խորանը մենք տեսանք առաջին հատ նկարի մեջ քարնուկը նստել է, այս 4 գնիկները պիտի փանա եւ ամեն անգամ որ մեկ գնիկ մը փանա, ինքը պիտի գանչե մեկ այս 4 էակներեն, գենթանի էակներեն, որ մեկը արուծի նման է, մեկը հորթի նման, մեկը մարդու եւ արձիվի որ տեսանք անոնք 4-րդ եւ 5-րդ քուքուն մեջ խոսեցան անոնց մասին, գրնակ ետ երթալ եւ նայել այդ վիդեոներուն, ամեն անգամ ինքը իր այդ հերոփեները, որ 6 թիվերով որ Եսայի մարգարեի 6-րդ քուքուն մեջ նաեւ հիշված են եւ Եզեկիելի առաջին քուքուն մեջ, ինքը պիտի կանչե իբրև միջնորդ, որ իրենք արձակեն 4 ցիեր, ուրեմն ասենք արյուծը պիտի արձակե սպիտակ ցին, հորթը գարմիր ցին, մարդը սև ցին եւ արձիվը թերնոց ցին։ Եվ այս ցիերը պիտի արձակվին, արձակողը քարնուկն է։ Շատ կարևոր է այս մեր միտքը հիշենք։ Քարնուկն է որ այս ցիերը կարձակի։ Քարնուկը Քրիստոսն է։ Իրեն դրված է ամեն իշխանություն։ Ինքը այս ցիերուն վրա ինքը չէ որ նստած է։ Ուրեմն Քրիստոս չէ որ առաջին ցին է, որ շատեր կմեկնաբանեն այդպես, նաև անտիքրիստոսը չէ, սատանան ալ չէ։ Այս 4 ցիերը քարնուկին գոմեն 4 մենք պիտի տեսնանք փարացի ցիեր չեն։ Ասոնք հասկանալու համար մենք պետք է Եզեկիելի մարգարեությունը հասկանանք եւ անոր պիտի նայենք։ Հիմա շուտով մի հատ անցնենք բոլոր գլուխին վրա եւ անցնենք մանրամասնություններուն մեկ առ մեկ։ Ուրեմն այս 4 ցիերը եւ որ հեծնան եւ սկսին, պիտի այս 4 ցիերը իրենց բաները ավարները իրենց ժանդախները պատերազմը երկրի վրա պիտի կան։ Ոսկե տեսնած ցիերը գեզնան, բայց աշխարհի վրա գուքա իրենց հարվածները իրենց միջոցով։ Վերջը 5-րդ գնիքը պիտի բացվի, որ մագաղաթը բռնող քարնուկն է նորեն, եւ մենք պիտի տեսնանք, որ խորանին դագը սուրբերը կանգնած են եւ գաղաղագեն, որ մինչեւ երբ դեր։ Պիտի խոսենք անոր մասին, եւ անգե վերջնա մենք պիտի տեսնանք, որ 6-րդ քուքուն մեջ 6-րդ գնիքը պիտի բացվի 12-ին 17 համարները եւ կսե լուսինը պիտի սևնա, արևը պիտի սևնա, լուսինը արյունի նման պիտի լա եւ ինքեն աստղերը պիտի ինան, երկրաշարժեր պիտի լան, կարգուտներ պիտի ինան, այս ցեով պիտի ավարտե 6-րդ քուխու 6-րդ գնիքը։ Մեր միտքը բահենք, որ այդ 6-րդ գնիկին վերջը, ամենավերջին 17-րդ համարը հարցումը պիտի հարցնի, որ հիմա չպիտի ասեմ։ Այս քուխուն 6-րդ քուխուն մեջ երկու հարցում պիտի հարցնի։ Ուշադիր լանք մեր սերտողության կամ ընթերցման ժամանակ, որ ինչ են այդ երկու հարցումները։ 7-րդ քուլուխը, որ այս 6 գնիկներուն 6-րդ գնիկին եւ 7-րդ գնիկին միջև կգտնվի, 7-ը եւ 8 քուլուխները, այնտեղը այդ հարցումը պիտի հարցնի եւ պատասխանը պիտի տվի, եւ մենք պիտի շոշափենք, որ ինչ է պատասխանը այս հարցումին։ 7-րդ գնիկը պիտի բացվի 8-րդ քուխուն մեջ։ Ուրեմն ընդմիջումը պիտի լա 6-րդ գնիկին եւ 7-րդ գնիկին մեջ մեզի փամը բացավեր։ Այս է մեծ պատկերը։ Ուրեմն այս բաները չպատահած
դերը պիտի ասե հարցումը պիտի դա ով գրնա կանգնել քարնուգին փարգության արչև 7-րդ գլուխը պատասխանը պիտի դա անոր եւ վերջը 8-րդ գլխուն մեջ 7-րդ գնիքը պիտի բացվի որգե 7 փողեր պիտի հնչեն եւ ադիգա այդ ժամանակ կսերտեն մեկը մյուսին կապված է 6-րդ գնիքը բացվելուն պես 6-րդ գնիքը չավարտված 7 փողեր պիտի հնչեն մեկը մյուսին մեջ մտած այսպես պատկեր մտել քիչ մգրնալ սկիզբը դժվար է բայց պիտի բացատրվի այս ընթացքում օքեյ ուրեմն առաջին 4 սերը հասկանալու համար մենք պետք է նաև հասկանանք որ այս մագաղաթը որ գվերցվի որ Հովանես ինքը կստանա որ 10-րդ գլխուն մեջ կնմանի այնինչ որ Եզեկիելի քիրքին մեջ երկրորդ գլխուն 9-10 համարներում մեջ Աստված ցերկ մգերկար է Եզեկիել մարգարեին եւ գսե ահա ար այս դոմսը ահա ար այս մագաղաթը դոմսը սելով մագաղաթի այդ միտքն եւ իրեն մագաղաթ մգուտա եւ գսե նայեցա բանը գսե Եզեկիել նայեցա եւ ահա դեսա ինձի երգնցած ցերկը որուն մեջ դոմս մգար զանիգա իմ արջևս փացավ անոր արջևեն ու յետևը քրված էր անոր վրա ողբեր հարաճանք ու վայ քրված էին ուրեմն այս ինչ որ Եզեկիել գվերցնե Աստծո ցերկեն այս կկատարվի 10-րդ գլխուն մեջ վերջին համարներուն մեջ որ ինչ որ Հիսուս վերցուց Աստծո ցերկեն Հիսուս կուտա Հովանես Արաքյալին Հովանեսին գդրվի եւ իրեն գսե որ ար եւ գերած մագաղաթը դոմսը որ բոլոր հայտության քիրքն այստեղ անշուշտ դերի նման բամդավա որ վայեր են այս վայերը այսինքն շատ ուժեղ խոսքեր որ պիտի կան որ անեցքի խոսքեր Եզեկիելի 3-րդ գլխուն առաջին 5 համարները որ շարունակությունն է այս առաջին բան երկրորդ գլխուն այնտեղ գշարունակե եւ գսե ցայնը ինձի ասա որդի մարդու այդ դոմսը այդ մագաղաթը ասենք գեր ու քնայ Իսրայելի դանը խոսե ես իմ փերանս բացի ու այն դոմսը ինձի գերցուց եւ ինձի ասա որդի մարդու այս իմ քեզի դված դոմսը փորդ ու աղիքներդ լեցուր փորդ ու աղիքները ես զանիգա գերա փերնիս մեջ մեղրի պես անուշ էր այն ադեն ինձի ասա որդի մարդու աղե Իսրայելի դումը քնա ու իմ խոսքերս անոնց ասե վասնզի թունդ դժվար իմաց խոսք եւ ծանր լեզու ունեցող ազգի մեջ չխրգվեցար հաբա Իսրայելի դան ուրեմն ինչ որ Աստված Եզեկիելին գսե այստեղ իր ցերկը երկարելով եւ մագաղաթ մտալով որ երկու կողմը քրված է ճիշտ նույն նմանությունով մեզի գիշեցնե ինչ որ եղավ Եզեկիելին եւ ինքը պիտի երթար շատ ծանր խոսքեր պիտի խոսեր Իսրայելի իրենց չարություններուն համար հիմա Աստված Հովանեսին միջոցով ուդա եւ մենք կլսենք այս խոսքերը եւ եթե մենք չենք ապաշխարած եւ եթե մենք անանազանդ Աստծո հոգի մեջ չենք քալեր որ մեր յանքի մեջ այս խոսքերը գրնան մեզիալ հարվածը շատ զգուշ պիտի անորամար վախնալու բեջ չունենք եթե ապաշխարած եք վախնալու բեջ չունենք եթե դերոջը կհնազանդենք եւ իր կամքին համաձայն կքալենք նույն ցեվով որ Իսրայելի ժողովուրդը վախնալու բեջ չուներ եւ որ Աստված ջանդակները Եգիպտոսի վրա պիտի քրկեր իրենք միակ որ Քարնուգին արյունը թրածելային իրենց թանտիկներու վրա վախ չունեին վախնալու պատճառ չի լինել օքեյ ուրեմն դոմսը ասիկա կփոխանցվի եւ այստեղ մենք կտեսնանք հայտնության քիրքին մեջ բաներ կան որ պիտի կրկնվի փայլադագումներ ցայներ որոդումներ գելեն ասիկա նայ 4 անգամ առաջին անգամ որ կկատարվի հայտնության 4-րդ գլխի 5-րդ համարի մեջն է երկրորդ անգամ որ մեզի կներկայացվի 8-րդ գլխի 5-րդ համարի մեջն է եւ որոդումներ ու փայլակներ ու երկրաշարժ եղան ցայներ վերջի երրորդ անգամը գիշի նորեն 11 գլխի 19 համարի մեջ փայլադագումներ ու ցայներ որոդումներ երկրաշարժեր եւ խոշոր կարկուտ երթալեն իր ծավալը
կշատնան եւ 4 անգամը գիշվի հայտնության 16-րդ գլխում 18 համարի մեջ փայլակներ ու ցայներ եւ օրոդումներ եղան եւ մեծ երկրաշարժ եղավ այնպես որ մարդուց վրա երկրի վրա չեր եղած այդ կի առաջ կսել ուրեմն երթալեն զավալը գշատնա աս մեզի գիշեցնե Քրիստոսի խոսքերը որ ավարտ մգուկավ բայց 4 անգամ գիշվի ասիկա հայտնության քիրքի մեջ ուրեմն մենք ասում փարացի չի պիտի առնենք որ 4 անգամ աշխարհը պիտի վերջանա բարձաբես մեզի ասիկա խոսակցության եւ աստուծո ներկայության ուժեղ imagery պատկերացում մնե որու միջոցով մենք հասկանանք որ դերը գուքագոր շարունակապար գուքագոր մեր յանքերում մեջ այսօր ալ գուքագոր այս խոսքերում միջոցով չմոռնանք որ դերոջը խոսքը ինքն եւ խոսքին միջոցով ինքը գուքագոր մեզ հիմա եւ որ գլսենք այս ցանը եւ այնտեղ նա գսե Մատթեոսի 24 գլխում 27 համարի մեջ փայլակներ պիտի լավասնձի ինչպես փայլակը արևելքեն գելե ու մինչև արևմուտք երևնա այնպես պիտի լավ որթու մարդու քալուստը հիմա ամեն անգամ որ այս փայլադագումները որ 4-րդ գլխում մեջ է դեսանք որ փայլադագումներ կա եւ քու նկարից ճիշտ յետևը եւ իմ նկարից յետևը այսպես փայլակներ կդեսանք որ չէ այո այդ դերեն է որ այս բոլորը գլան դերը գուքագոր մեզ իր խոսքին միջոցով իր ներգոյության միջոցով եւ առաջին թագավորաց երկրորդ գլխում 10 համարի մեջ կսե երկինքեն անոնց վրա պիտի որոդա այ դերոջը թեմ հագարակողները պիտի գոդերվին ինքը դարանի մեջ այս պատկերը գա արդեն եւ գսե երկինքեն անոնց վրա պիտի որոդա դերը երկրի զայրերը պիտի թադե Հատաստանի մասին է այս բոլորը իր թագավորին ուժ պիտի դա ու իր օձյալին եղջյուրը պիտի բարձրացնե ուրեմն այդ եղջյուրները որ մենք քարմրին վրա գտեսնանք 7 հատ դերը աստված բարձրացուցած է իր օձյալը եղջյուրը զորության նշաներսինք եթե 7 հատ ունի ուրեմն ամենահզոր եղջյուրը բարձրացուց որուն այս դեպքում Դավիթի որդին Քրիստոսի հութայի ցեղի արմատը Դավիթի որդին արյուծն ինքն է որ ամենահզոր է ինքն է որ փայլադագումները որոդումները հիմա եւ որ ես կխոսիմ իմ ցայնս կարելի այդպես չէ բայց դերոջը խոսքը ինչ ծավախոսիմ ես ցայնս իր խոսքը պիտի կատարի ինչ նպատակով որ գուղարկե փայլադագումներ որոդումները իր այդ զորությունն է որ երկինքեն գուքավոր խոսած ժամանակ եւ ինքը մի սելիկներ ունի մեզի որ եթե չենք ապաշխարած ուսկուշ պիտի լա դերոջը քալուստը պիտի լա մեկ անգամ ընդմիշտ վերջին քալուստին որ պիտի կա բայց շարունակապար մեզի գուքավոր իր խոսքին միջոցով համարամար անդրադառնանք որ շատ կարևոր է ուրեմն 6-րդ գլխուն առաջին երկու համարներու մեջ անցնենք ամիջապես այս խոսքին համագար որ գուզեիր անդրադառնալ Չէ, շատ լավ է, շնորհակալ եմ։ ուրեմն քանք առաջին այս երկու համարները որ 6-րդ գլխուն մեջ ընթերցեցիր արդեն ապա դեսա եւ քարնուգը երկինք գնիկներեն մեկը քաջեց 4 կենթանիներեն մեկեն որոդումի ցայն մը լսեցին տեսնաց ինչ կարևոր այս հասկանանք որ ցայները փայլատակումները դերն է որ հիմա մեզի գուքավ որ գսեր Եղուր ուդես ինչ պիտի տեսնանք ու դեսա ինչ որ հիմա կներկայացնե Հովանես մենք ալ իր հետը կտեսնանք եւ դեսա ջերմակ ցիմը որուն վրա հեզդողը աղեղմ ուներ բսակ մը դրվեցավ անոր անիգա հաղթող էր ու հաղթելու քնած ուրեմն այս 4 սիերը ասոնց հետ կապված ավետարաններուն մեջ Հիսուս նաև ինքնախոսք ունի, որ ամեն մեկ այս սիերուն հետ 3 ավետարանները գներես Մատթեոս, Մարկոս եւ Լուկաս այդ խոսքերը այնտեղ Հիսուս ինքը արդեն ասած էր այդ աղետները որ պիտի կար Երուսաղեմի վրա որ պիտի գործաներ անպայման փարացի օրեն մենք պետք չէ որ այս սիերը տեսնանք այս սիերը մենք պետք է հասկանանք իբրև Աստծո կորձիկներ իր ցերքի մեջ ամենահավասար մեկը մյուսեն կարևոր չէ
ամեն իրենց Ֆիզիկական ցիեր չեն։ ֆիզիկական ցիեր չեն։ Եվ պիտի բացատրեմ ադիգա, որ Եզեկիել մարգարեին մեջը այս ցիերը գներեք Զաքարիայի մարգարեի մեջ 4 հովեր են որ գուքան 4 կորձիկներ են որ դերը գործած է իր կորձը կատարելու երկրի վրա ինչ անելու մարդկանց ապաշխարության կերել Okay so Հիսուս ինչ կսե նա ինքն նման խոսքերը սա Հիսուս պատասխանեց ըսկուշ կեցեք չլա որ մեկը ցեզ խափե վասնզի շատեր պիտի քան իմ անունովս ուսեն ես եմ Քրիստոսը ու շատեր պիտի մոլորեցնեն նույն բանը կգտնվի մյուս ավետարաններու մեջ ամենը չի պիտի գարտամ ոսե անոնք որ գուզեն կրնան վեճը ետ կալ եւ նույն խոսքերը որերը authoritative է մյուս ավետարաններու մեջ ուրեմն ինչ էր միտքը ըսկուշ գեցեք որով այս ցին հեզնողը գխափե գոր ինքը սպիտակ հակած բայց ինչ կնե գոր գհրճագե գոր բادرած ինքը գհրճագե գոր այս ջերմակ ցին վրա որ անիկա պիտի հաղթելու եկած բայց նիզա առանց նիզագի բան ունի բո լեգենդորեն միտքես ելավ աղեղ ունի ցերկը բայց նիզակ չկա կտեսնաք որ ադիգա Նեդը ասել գուզես, նեդը։ այո նեդը Այո։ նեդը չկա կսե ջերմակ ցիմը որում վրա հեզնողը աղեղ ուներ բայց չսերգո որ նեդ ուներ առանց նեդի միան աղեղը բռներ ուրեմն ասիկա միտքը հետևյալն է հեզնողը այս կորձիկ որ դերը կարծագե որ կհրճագե որ պիտի հաղթանակ տանի եւ հաղթելու օրինակ մտամ որ պատկերը հասկանանք մեր ամենօրյա կյանքեն սեբե որ թակավորը վերջերս շատ եղավ չեմ ուզեր անուններ տալ բայց ասենք ամերիկայի առաջնորդը կհրճագե որ եթե դուք այս բաները չնեք ես բادرած պիտի հրճագեմ սերվը ուրեմն բادرածը ինքը չներգործեր իրենց հետ բայց խոսքերով իրենց գաստարարեգոր եւ եթե վախնան եւ ենթարկվին ուրեմն ինքը հաղթանակ կդանի որ առանց նետմը նեդելու բարձր չէ առանց ոյև մեկ նետմը արցակելու միայն խոսքերով այս ցին վրա հեծնողը հաղթանակ կդանի ինչ անելու ենթարկելու տարբեր մարդկանց իր իշխանության տակ հիմա ասոնք մենք պիտի տեսնանք 4 սիրը եւ նույն ժամանակ դիհեցնան գոր աշխարհի վրա ամեն մեկը այսպես հերթականությամբ չէ որ գերտան բայց եթե մեկին մտիկ չեն գներ գոր մյուսը ամիջապես յետևեն կհարցակվի գոր եւ աստիճանաբար իր զորությունը կշատնա գոր ինչ անելու մարդկանց ենթարկելու քարնուգին ապաշխարելու խոնարհվելու քարնուգը ինչպես կտեսնանք այստեղ Հիսուս ինքն է ավետարաններում մեջ նա ինքը այս բաները գսել հիմա հաճո այս գնիկը ուրեմն կտեսնանք հաղթանակ տանելու նպատակով ոչ թե բادرած գնեգոր թե բادرած չէ սկսած եւ այս ցիերը նայինք ինչ սեբով պիտի մեկնաբանվի ուրեմն Զաքարիայի մարգարեության առաջին գլխու 7 գլուխը գներեք առաջին գլուխի 7-11 համարներու մեջ այնտեղ գսե Զաքարիան նման պատկեր մգա ցիերու տեսիլքը գսե Թարեհի երկրորդ տարվան 11-րդ ամսվան այսինքն Սեփաթ ամսվան 24-րդ օրը դերոջը խոսքը Աթովի որդին Փարաքիայի որդին Զաքարիայի մարգարեին եղավ ասելով Քիշերով դեսա թե աշխետ ցիումը վրա հեծած մարդը ծորին մեջ եղող մրդենիներուն մեջտեղը կայներ էր ու անոր յետևը աշխետ բիսակ ու ջերմակ ցիեր գային ասի ասոնք ինչ են ով դերին ինձի հետ խոսող հրեշտակը ինձի եսա ասոնց ինչ ըլլալը քեզի պիտի ցցնե իսկ մրդիններուն մեջ գայնող մարդը պատասխան տվավ ու ասավ ասոնք անոնք են
որոնք դերը խրգեց երկիրը բդդելու համար։ Անոնք մրդենիներուն մեջ գայնող դերոջը հրեշտակին պատասխան դրին ու ըսին. Երկիրը բդդեցանք ու տեսանք, թե բոլոր երկիրը հանդարտ գեցեր էր։ Ուրեմն, այս սիրը փարացի օրեն չեն որ գուղարկվին, որ անոր համար Զաքարիա գստիպի որսեն, որ ասոնք ինչ իմաստով, այս ինչ է ասոր խորուրդը, և հրեշտակը կբացատրե գորիրը։ Այսօր մեզի դերը կբացատրե այս երկու տեսիքներում միջոցով, որ մենք ինչ ծավով պիտի հասկանանք այս սիրը։ Այստեղը կտեսնանք, որ այս երկիրը բդդող բոլոր երկիրը հանդերձ կեցեր էին և ասոնք կբդդեին նայելու, որ ինչ կդառնա, որ Աստծո կողմեն ուղարկված միջոցներ էին, որուն գտիդեին այս սիրը ինչ կկատարվի որ երկրի վրա։ Հիմա 4 գարքերուն դեսիլքը որ կտեսնանք, որ Զաքարիայի 6-րդ գլխուն մեջն է, մեկ են 8 համարներու մեջ կսեն, թարցա ու աչքերս վերցուցի ու տեսա թե երկու լերներու մեջ են 4 գարք ելնեին, 4 գարք այս անգամ։ Լերները բղնցե էին, առաջին գարքին աշխետ ծիեր լծված էին, երկրորդ գարքին սև ծիեր, երրորդ գարքին ջերմակ ծիեր և չորրորդ գարքին սպիտակ ու քորշակույն ծիեր։ Ինձի հետ խոսող հրեշտակի նսի, ասոնք ինչ են, ով դերին։ Հրեշտակը նորեն, իրեն պիտի բացատրե, պատասխան տվավ ու ինձի ըսավ, ասոնք երկինքի 4 հովերուն հոգիներն են, հովերուն հոգիները։ Նայե, ծիեն, որ կտեսնա որ, բայց ինչ են, 4 հովերուն հոգիներն են։ Մենք պիտի տեսնանք, ասիկա ինչպես կգրկնվի հայտնության գիրքի մեջ, որոնք բոլոր երկրի դերոջը առջև գայնել են ուքան։ Սև ծիերը, որ այս կարգին լծված են, Հյուսիսի երկիրը գելեն, ջերմակները թեպի արևմուտք գելեն ու բիսակները թեպի հարավային երկիրը գելեն։ Երբ երիվարները եկան, անհամբերությամբ կուզեին երթալ և երկրի վրա բդդին։ Անիկա ասա, քացեք, երկրի վրա բդդեցեք, անոնք երկրի վրա բդդեցան, անիկա ինձի աղաղեց, նայե Հյուսիսի երկիրը ելողները իմ հոգիս հյուսիսային երկրին մեջ հանգչեցուցին։ Հիմա, այս ինչու այս երկու պատկերները նայեցանք Զաքարիայի մարգարեին։ Կարևորը գտնված է այս բոլորի մեջ 6-րդ այս համարի մեջ։ Սև ծիերը, որ այս կարգին լծված են, Հյուսիսի երկիրը գելեն, գներես, գտնված է վարյամը 6-րդ համարը 4-րդ համարը այստեղ։ Ինձի հետ խոսող հրեշտակին ըսի 5-րդ համարը։ Ուրեմն 5-րդ համարի մեջ հրեշտակը պատասխան տվավ ու ինձի ըսավ, ասոնք երկինքի 4 հովերուն հոգիներն են։ Ուրեմն մենք կտեսնանք, որ ինքը գարքեր կտեսնա որ, բայց այդ գարքերը ունին իմաստ։ 4 աշխարհի 4 կողմերը կացող, հյուսիս, հարավ, արևմուտք, արևելք, այսինքն ընդհանուր աշխարհի վրա այս գարքերը կհեծնան։ Եվ հոգիներ են։ Ուրեմն մենք պետք է հասկանանք, որ ասում կորձիկներ են Աստծո ցերքի մեջ փամը կատարելու։ Այս դեպքի մեջ հյուսիսային կողմը հանգչեցնելու համար էր։ Բայց մենք հիմա յետ քալով հայտնության գիրքին, մենք կտեսնանք, որ հայտնության գիրքին մեջ առաջին գնիքը որ կբացվի, որ այդ ջերմակցին երթավոր ոչ թե հանգչեցնելու, այլ հաղթանակ տանել։ Հոգի մնե, հովերն են, Աստծո կորձիկներն են, որում իր կորձերը պիտի կատարեն երկրի վրա։ Բարձր։ Այո։ Okay. Բայց հարցումս անե, որ այս Այո։ ծիերը արդեն արձակված են, չէ՞։ Այսինքն Այո։ արձակվին, այսինքն ասած ուզեմ, որ սկսած են ամեն նեղությունները, երկրաշարժները, աղետները, բայց հետս հետե պիտի ավելնան եւ զորանան։ Ճիշտ այդ է, ընդհանուր միտքը մենք պետք է անենք եւ ոչ թե փարացի օրեն փորձենք հասկանում։
այս 4 ցիրը նայ նկարը ոստեղը աշխարհը այստեղ դրված է որ առաջին ցին պիտի հեծնա եւ աշխարհի վրա պիտի սկսի հաղթանակ տան հաղթող լինի այդ ցին հովի վես նայ այստեղ հովի վես ֆոտորիկի վես նկարած է նկարագրողը որ Pat Marbenko-ն է շատ գեղեցիկ նկարած է եւ արցակված է քարնուկին գոմեն այս առաջին էագին գոմեն որ երթա եւ հաղթությունն ան մենք ցին փարացի չգիտեմ այս էագնալ թերոփեմն է ասու արչի նորեն արյուծի նման գսե որով այս ցիերը այս էակները գխորթանշեն քարնուկին էյության մասին մասնիկը մենք խոսեցանք աբոր մասին եւ 4-րդ գլուխը նայեցանք ուրեմն առաջին գնիկը այդ սպիտակ ցին է 6-րդ գլուխը առաջին երկու համարներու մեջ այս ցիերը արցակված են այդ բահեն որ Հիսուս քնած եւ մագաղաթը վերցուց ասու ացերքեն Հիսուս երբ վերցուց մագաղաթը ացերքեն խոսեցանք ասոր մասին գիշեք որսինք որ եւ որ ինքը համբարձ Պենտեկոստեի օրը եւ որ բանու գներես համբարձման օրը որ Պենտեկոստեի օրեն 10 օր առաջ էր ինքը 40 օր երկրի վրա էր եւ որ ինքը համբարձավ երկինք ինքը մտավ սրբության սրբոց ինքը մտավ այնտեղ որտեղ հայրը նստած էր աթորի վրա դերոջը ներկայության մեջ ինքը իր արյունը խոցված քարդուկի իր արյունը ներկայացուց որ աստվածը որ ես դեր մադաղ եղա ես եղա զոհը եւ ինքը այնտեղ իբրև քահանայապետ եւ զոհ եւ որ ցույց ադիկա եւ դերոջը կամքը կատարեց օրենքը կատարեց միջև վերջին գեդը այդ օրենքին ինքը արժանացավ որով մեռած էր եւ հիմա հարություն արած է այդ գդակը վերցնելու իբրև վերջին Ադամը եւ այդ գդակը վերցնելով հանալու գնիկները որով միայն ինքն էր որ իր արյունով այդ արժանացավ այդ ցերքի մեջ փակված այդ մագաղաթը վերցնել այդ վերցնելով Հովանեսին գուտա 10-րդ գլխի մեջ մի տեսանք բայց առաջին գլխուն առաջին համարի մեջ տեսանք որ այս հայտնությունը դրված էր Աստուծմե իր որդուն Հիսուսի որ դա հրեշտակը մի տեսանք պիտի դա Հովանեսին 10-րդ գլխի մեջ եւ որ այդ հրեշտակը արնե Հովանես եւ դա 7 եկեղեցիներուն եւ կհասնի մեզի ուսան բարձ է ուրեմն ասում արդեն սկսած են արդեն այս ցիերը սկսած են հեծնալ եւ իրենց կորձերը գնեն աստիճանաբար եւ 1/4-ը միայն պիտի գսե 4-րդ գնիկը բանակն է 1/4 ուրեմն հիմա եթե 8 միլիարդ ժողովուրդ կա աշխարհի վրա ասել չէ որ անպայման փարացի օրեն 2 միլիարդը պիտի մեռնի միտքը անե որ մեծ աղետներով պատճառով այս ցին ավերակները պիտի հասնին աստիճանաբար մենք պիտի տեսնանք եւ որ փողերը կտեսնանք ինչ կկատարեն 1/3-ը պիտի գործանք եւ որ 15-րդ գլուխը հասնենք եւ որ այդ բաները թասերը ամանները թափվին երկրի վրա բոլորը պիտի գործան այս է միտքը միայն միտքը հասկան Փարացի օրեն հաշիվներ ունելու մեջ ունենք օ 1/4-ը մեռավ ուրեմն ասիկա կատարված է չէ կատարված այս չէ միտքը անե որ քարնուկը հարվածներ գուղարկե որ հովերու նման աշխարհի 4 կողմը առաջինը լալով իր կորձիկներեն մեկը ջերմակցին ներկայացնելով աղեղը բռնող մեկը որ թակը հակած է հաղթանակ տան հիմա անցնենք երկրորդին ուրեմն երկրորդին եւ ասա հիշենք այստեղ այդ հովերու մասին ուզեմ խոսք մեսել այստեղ անգլերենով են համարները բայց ապակային մենք գրնանք եթե ունենանք օգնականներ որ մեզի օգնեն գրնանք ավելի շուտ թարգմանել որով անգլերեն կթարգմանեմ իմ պատկանները հայրենի բայց պիտի ասեմ որ այս մարգարեները եթե նայիք այնտեղ պիտի տեսնանք 4 հովերու մասին կխոսի որ 4 հովերը ինչպես կործածված է Երեմիայի կողմեն որ ինչպես
գործանման կորձիկներ եղած են անցյալին։ Երեմիայի 49-րդ գլուխը 36 համարը, անոնք որ գուզեն քրել, գրնան քրել եւ վերջը կարդալ, այդ 4 հովերուն մասին։ Դանիելի 11 գլուխն 4-րդ համարը, Զաքարիայի 2-րդ գլուխը 6 համարը, որ 4 հովերուն մասին է, եւ Մատթեոսի 24-րդ գլուխը 31 համարը, որ Հիսուս ինքը գսե, որ ցեզի 4 հովերեն պիտի հավաքեմ, միտքը պիտի հասկանամ։ 4 հովերը աշխարհի 4 ծայրերը, ընդհանուր ամեն գոմենս էլ գուզե, այս ինչ որ պիտի լա, լա ցիերը գարցակվին, որ լա հավաքվիլը հավատացյալներուն եւ այլն։ Եվ հայտնության 7-րդ գլուխուն առաջին համարի մեջ նա պիտի տեսնանք, որ գարտանք, գսե 4 հրեշտակներուն դերսա որ մի ենեք այս բաները, ինչ որ մենք հիմա կգարտանք որ այս 4 ցիերու մասին, մինչև որ ես գնքեմ անոնք որ երկրի վրա են։ Ուրեմն պիտի տեսնանք այդ 4 հովերը նորեն, այս պիտի կրկնվի այս միտքերը։ Ամեն։ Ոսկուզեմ բազապես ներկայացնել։ Այո։ Okay, հիմա առաջին ցին տեսանք եւ հիմա գրնալա որ պետք է որ այո, խնդրեմ, քեզի արիթմը Չէ, բարձրապես շատ հետաքրքրական է, ես լրիվ չսկացի ժամանակը ինչպես անցավ, այո, բայց այո, արդեն ամբողջացուցած ենք ժամանակը, այո, այո։ եթե շարունակենք շատ երկար Այո, ժամեր գրնանք միտի կգիտենք շարունակենք ասիկա հաջորդ մեր Այո, ընթացքին այո, միջոցին, վիդեոին եւ ավելի բան հիմա որ սկիզբը այս ներածությունը շատ կարեւոր էր որ ունենանք այո, որ փարացի օրեն առնելու այս միտքը երբեմն պետք է քանթվի մեր միտքի մեջ երկինքեն ցիեր պիտի կան եւ այլն այս չէ միտքը կորձիկները եւ 4 հովերը եւ օրսե փոթորիկ մեջ է որ պիտի փչե կորձիկները որ դերը ինքն է քերիշխան այս եթե կատարեցինք այսօր արդեն այո, շատ սկանչելի նախապաներ, այսինքն շատ համարներով ճշմարտությունով որ մեզ ներկայացուցիր, խորին որ մեկ շաբթվա ընթացքին արիտ պիտի ունենան անգամ եւս լսելու համարներուն գարտալու եւ խորհրդածելու որպեսի ալավելի ասենք լուսապանված շարունակեն լսել մնացած համարները այնպես է այո շատ լավ է որ այստեղ ընդհանենք նորեն երթան 6-րդ գիրքը գլուխը գարտան քաչալերեն որ գարտանք որ տեսնանք որ այստեղ ինչ որ գլա քարնուգն է որ գնե այս բոլորը այո Եթե գուզես PowerPoint-ը վերցնել եւ միայն ադեն սերելի քույր եւ եղբայր գրնաս համարները գրել ինչպես որսի վրայեն անցնել հարցումներ եթե ունիս այդ հարցումները պատրաստ է գրե մենք դված ենք email-ի ադրեսը մեր էջին վրա հայտնության քիրքի էջին վրա եւ շատ վստահ եմ որ ուրախ ես խանդավառ ես իսկ եթե ասիր ինչու կգենակ որովհետև շարունակությունը ալավելի հետաքրքրական է չեն գուզեր ծեր ժամանակը առնել եւ ծերին համբերությունը անորամար ստիպված եղանք ներողամի դեղեք Պիտեր արդյոք գուզես աղոթքով վերջացնել այսօր շնորհակալ եմ Սիրելի եկնավոր հայր շնորհակալ ենք որ մեզի հայտնության հոգիով եւ իմաստության հոգիով մեզի գփանաս մագաղաթը որը սկսենք տեսնել այնինչ որ թաքնված էր ժամանակը ինչպես շատերուն հին գդագարանի մեջ մեր հոգու աչքերը խնդրեմ որ շարունակես փանալ եւ դեր շնորհակալ եմ որ այս աշխարհը որ երևա որ կարծես իր ցերկե դուրս ելած է աղետներով եւ ժանդախներով բادرادներով եւ ամեն տեսակ քեշ բաներ որ կդարվին մենք խաղաղություն ունենք գիտալով որ թուն իբրև քեր իշխան Աստված նստած ես քայն վրա եւ փամը չկա որ թուն չես տեսնար թուն ես որ այս բոլորի վրա հերինակ ես այդ մեզի մեր սրտերու խաղաղություն կտա որով գիտենք որ թուն արդար թադավորես եւ ոչ մեկուն փամը չի դիլա որուն թուն արտոնություն պիտի չտաս հիմա դեր շարունակե մեզի հոգի մեջ պահել սերդել եւ երանելիությունը վայելել այս մարգարեության խոսքերը գարթալու լսելու ձեր սրտերու մեջ պահելու գիտնալով որ ժամանակը մոտ է այս քու մարգարեություններուդ կատարման Հիսուսի անունով կխնդրեմ ամեն ամեն այս անգամ ես երկու պարտականություն պիտի դանցեզի Առաջինը շատ կխնդրեմ որ աղոթեք Պիտերին համար որ դերը իրեն արյունով ծածկե
պաշտպանել իրեն եւ իր ընտանիքը։ Եվ երկրորդը շատ կխնդրեմ ձեզ իրապես կխնդրեմ, որ բաժնեկցիկ եւ այս վիդեոները ուղարկեք WhatsApp-ի վրա, Messenger-ի վրա, ինչ ցևով որ գուզեք, Telegram, Messenger, ինչ ցևով որ գուզեք, կխնդրեմ ձեզ որովհետեւ երբ որ դուք գործնվիք, կսորվիք, շատեր կան, որ դակավին ծանոթ չեն աս էջին, կամ գտեսնան հարևանցի կանցնին, այնպես որ համարձակ եղեք, մի քաշվիկ եւ բաժնեկցեք։ Շնորհակալ եմ ձեզ թող դերը ցեզի ալ օրհնե եւ կդեստվի կալ երեք շաբթի։ Շնորհակալ եմ Պիտեր։